Բացենք Աստվածաշունչը։ Ավետարան ըստ Ղուկասի 14-րդ գլուխ 25-րդ խոսքը։ Իսկ հետո 34-35-րդ խոսքերը կկարդանք, բայց միջև կարդալը աղոթենք։ Ո Աստված, խնդրում ենք մեր հետ լինես այժմ։ Ուղարկիր քո Սուրբ Հոգին։ Տուր մեզ լսող ականջներ լսելու համար։ Մենք գիտենք, Աստված, որ քո խոսքը քո հայտնությունն է մեզ։ Դու քո խոսքով բացում ես ինքդ քեզ մեր համար։ Բայց եթե դու դա չանես, այս ամենը իզուր է։ Հետևաբար խնդրում ենք, որպեսզի հպվես մեր ականջներին, մեր աչքերին, մեր մտքին, որպեսզի բացես այդ, հասկանալու համար, թե ինչ ես խոսում մեր հետ։ Ամեն։ Մեզ պատմում էին մի մարդու մասին, ով ասում էր, որոշ մարդիկ հին կտակարանը կարդում են եբրայերենով, նոր կտակարանը հուներենով, իսկ ես կարդում եմ Աստվածաշունչը Սուրբ Հոգով լցված։ Եկեք այդպես կարդանք Աստծո խոսքը և տեսնենք, թե ինչ է ասում Աստված մեզ։ Ղուկասի ավետարան 14:25 Նրա հետ ժողովրդի մեծ բազմություններ էին գնում և դառնալով ասաց նրանց. Եթե մեկն ինձ մոտ գա, բայց չհրաժարվի իր հորից ու մորից, կնոջից ու զավակներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր կյանքից, նա չի կարող իմ աշակերտը լինել, և ով իր խաչը չվերցնի և իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ 34-35 խոսքերը աղը լավ բան է, բայց եթե աղը իր համը կորցնի, ինչով այն ձեռք կբերի։ Ոչ հողի համար է պիտանի, ոչ էլ կոմաղբի համար, այլ դուրս կգցեն այն, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ով որ իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Մի ասեք, որ այս խոսքերը շատ խիստ էին, շատ ծանր ուտելիք էր, և այժմ կաթի կարիք ունեք։ Այս խոսքերը իմ խոսքերը չեն, այլ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Այս խոսքերը այն մարդկանց համար է, ովքեր գնացել են Հիսուս Քրիստոսի մոտ։ Նրանք, ովքեր չեն գնացել, պետք չէ այլևս որ լսեք, բաց թողնեք, այս ամենն ավելի լավ կլինի, բայց եթե գնացել եք Հիսուսի մոտ, սա ձեր համար է։ Աստված ասում է, որ եթե խաչդ չվերցնես և չհրաժարվես ամենասիրած մարդկանցից և նույնիսկ ինքդ քեզնից, չես կարող նրա աշակերտը լինել։ Այսօր խոսում էինք խաչի մասին։ Խաչը օգտագործում են նույնիսկ դասատուները աշակերտների սխալները ընդգծելու համար։ Խաչը ուղղում է բոլոր սխալները, նույնիսկ ուղղագրական։ Քրիստոնյայի կյանքը կյանք է Հիսուս Քրիստոսի հետ։ Դա այն կյանքը չէ, որը սովորեցնում է մարդկանց օրենքներով ապրել և աստվածաբանություն է սովորեցնում։ Դա անձնական հարաբերություններն են Հիսուս Քրիստոսի հետ։ Կախված չէ ինչ-որ մի թեորեմի կամ աստվածաբանական թեմայի հետ։ Գիտեք, մի պատմություն կար։
մի աղջիկ ստացել էր փրկությունը եւ մի օր գնացքով գնալիս զգաց, որ մի տղամարդու պետք է մոտենա եւ մի հարց տա նրան։ Գնաց եւ հարցրեց. «Կներեք, կարող եմ մի բան հարցնել ձեզ»։ Տղամարդն ասաց. «Այո»։ Աղջիկը հարցրեց. «Դուք փրկված եք»։ Իսկ այս տղամարդը նայեց նրա վրա եւ ասաց. «Աղջիկ, ինձ այդպիսի բաներ մի հարցրու, ես աստվածաբան եմ»։ Եվ աղջիկը հարցրեց. «Այո, բայց դուք փրկված եք»։ Տղամարդն ասաց. «Միթե չես հասկանում։ Դու ինձ այդպիսի հարց չես կարող տալ, ես աստվածաբան եմ»։ Եվ երրորդ անգամ աղջիկն ասեց. «Այո, բայց դուք փրկված եք»։ Երրորդ անգամ մի քիչ զայրացած այդ տղամարդը հարցրեց. «Չես հասկանում, աղջիկ, ես աստվածաբան եմ»։ Այդ աղջիկն ասաց. «Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, բայց Հիսուսի անունը ձեզ նույնիսկ դրանից կարող է մաքրել»։ Իսկ շատերն էլ ասում են մենք փրկված ենք եւ հարցնում եք նրանց. ինչից եք փրկված։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչից են փրկվել։ Շատ ցավոտ է, երբ որ չգիտեն դա։ Բայց Հիսուսը եկել է, որպեսզի մեզ փրկի մեր մեղքերից։ Իսկ եթե մենք դեռ ապրում ենք մեր մեղքերի մեջ, մենք չենք փրկվել։ Մի հնդիկ քրիստոնյա կար Սանի Սուդար Սինգ անունով։ Նա ճանապարհորդեց Անգլիա եւ տեսնում էր սպիտակամորթների, ովքեր ասում էին, որ քրիստոնյաներ են, բայց իրականում չէին ապրում քրիստոնյայի կյանքով։ Եվ մի օր նա գնաց ինչ-որ մեկի տուն եւ մի աղջիկ բացեց դուռը, նայեց այդ տղամարդուն եւ գնաց մոր մոտ։ Հայրը հարցրեց. ով էր աղջիկ, իսկ նա ասաց. չգիտեմ, բայց այնքան էր Հիսուսի նման։ Ահա նա այդպիսի քրիստոնյա էր, նրա դեմքից Հիսուսի պատկերն էր երևում։ Մի օր ես գնացել էի Նյուրնբերգ, դա այն քաղաքն էր, որտեղ նացիստների դատավարություններն էին տեղի ունենում երկրորդ համաշխարհայինից հետո։ Եվ մի քրիստոնյա ընտանիք այցելեցի, որտեղ պատմում էին, որ Աստծո անունը այստեղ ոչ ոք չի ուզում լսել։ Նույնիսկ վտանգավոր է Հիսուսի անունը տալ այդ քաղաքում, մարդիկ ուզում են հարձակվել մեր վրա։ Շատ չոր են մարդիկ եւ չեն ուզում ընդունել այս խոսքը։ Եվ ասացին. գիտեք, թե ինչ են նույնիսկ արել մեր հանդեպ։ Վերևի հարևանը միկրոֆոն է իջեցրել ներքևի հարկ մեր պատուհանի մոտ եւ այդ ձայնագրությունը մեզ ուղարկեցին եւ մենք լսեցինք այդ ձայնագրությունը, թե ինչ են ձայնագրել։ Այսպիսի ասած չարաճճի հարևանները լսել էին այս քրիստոնյաների հարաբերությունները, խոսակցությունները։ Եվ տղամարդը լսում էր, թե ինչպես էր խոսում իր կնոջ հետ, իր երեխան լսում էր, թե ինչպես է ինքն իրեն պահել եւ ծնողներին ինչպես է պատասխանել։ Կինը նույնպես, թե ինչպես էր պատասխանում իր ամուսնուն։
Դա շատ ահավոր ձայնագրություն էր նրանց համար, Для них это было так եւ ужасно. երբ որ դա պատմեցին, մենք ասացինք Когда они նրանց, нам մենք рассказали, այդ как մարդկանց это չենք было, մեղադրում, мы бы не винили этих людей, երբ որ потому չեն что они не ցանկանում хотят иметь ничего լսել общего с Евангелием. Աստծո խոսքը։ Мы не можем их винить. О, друзья, если бы нашу жизнь можно было вывернуть наружу, раскрыть, Ընկերներ, երբ որ մենք տանն ենք, да, когда находимся ինչ вместе կյանքով ենք մենք ապրում։ друг с другом, Շարունակում ենք каким ապրել քրիստոնյայի образом կյանքով։ мы живем. Եթե Продолжаем ոչ, ли мы вести себя как христиане? ուրեմն պետք է հասկանանք այս աշխարհին, Если нет, тогда ովքեր можем ասում են մենք բավարարվում ենք այն ամենով, ինչ մենք ունենք։ мы довольны Ձերը тем, что у մեզ нас պետք չէ։ есть. Մենք հասկանում ենք, որ խնդիրներ ունենք, Согласны, что мы բայց несчастны, ել но ավելի Иисус շատ наш խնդիրներ չենք Господь. ցանկանում ունենալ։ Но если Иисус входит в твою жизнь, что-то должно произойти. Сегодня мы слышали, как брат рассказывал, что люди приходят и выбрасывают свои амулеты и прочие Իսկ предметы колдовства. արթնության մեջ մի եղբայր պատմում էր, Он говорит, ну մարդիկ գալիս են եւ իրենց зачем так ամուլետները կամ կախարդական իրերը естественно, так շպրտում են, должно быть. իսկ նրանց ոչ ոք չէր ասել, որպեսզի այդպես անեն, այլ Սուրբ Հոգին է հանդիմանում եւ ցույց տալիս, առաջնորդում նրանց։ Глухой не может слышать голос Святого Духа. И ты спрашиваешь себя, как это возможно, что человек себя так ведет, говорит, что Господь в его жизни. Как такое может быть? Возможно, у этого человека Եվ есть дух, հաճախ տեսնում ես մարդկանց, ովքեր душен в его ընդունել են жизни. Քրիստոսին, բայց Господи, Քրիստոսի հոգին пришли в այնպես их է жизни, ճնշվել и նրանց ставят կյանքում, по рукам и ногам. որ այլևս չի երևում նրա կյանքում։ Как это возможно, что Տեսնում ես человек քրիստոնյաների, որ может այնպիսի так բաներից են верить խոսում, որ չպետք է одному խոսալ այդ Свет Бог թեմաներով։ говорит, и другой Եվ должен մի ուրիշ сказать, քրիստոնյա дорогой ստիպված է брат, լինում գնալ նրա մոտ правильно ли եւ ты հանդիմանել так նրան, себя ասել. ведешь? Միթե դա Что քրիստոնյան ты պետք է говоришь? ասեր։ И тогда ты должен услышать голос Господа. И пусть все убеждают, что это не для тебя, что это для всего остального мира, что это не для спасенного человека. Но Святой Дух говорит тебе, дитя мое, тебе не следовало этого делать. Աստված Тебе ասում է. не следовало Ով так որ իր делать. խաչը չվերցնի, Господь говорит, ամեն օր, не եւ խաչը նշանակում է մահանալ եւ ապրել означает Հիսուսի համար։ умереть для всего. Но Եթե չհետևես նրան, չես կարող նրա աշակերտը если լինել։ ты не следуешь за Այդ Господом, պատճառով, եթե մենք ցանկանում ենք հետևել նրան, մենք պետք է իմանանք, թե որտեղ է նա за Богом, եւ դեպի ուր է քայլում։ знать, где Он, куда Իսկ Он Աստված идет, ասում է. где Он ходит. Իմ Господь գառները говорит, լսում են իմ ձայնը։ пастырь, и мои овцы слышат мой голос, и Ահա следуют за տարբերությունը мной. այդ ձայնը լսելու մեջ։ В этом Եվ голосе մենք կարող ենք մտածել, իսկ ով է նրա գառը։ мы можем, конечно, Նրանք, перевернуть ովքեր вопрос լսում и են նրա спросить, ձայնը։ кто же его овцы? Да те, кто слышит Եվ его մենք голос. կհասկանանք, որ Աստված И այդքան էլ сегодня շատ мы ոչխարներ, обнаружим, что Господь գառներ имеет չունի, много овец на самом деле. որովհետև գիտենք И вот կան քրիստոնյաներ, наш ովքեր отец շատ մեծ Небесный դժվարությամբ են говорит, լսում как Աստծո такие խոսքը, христиане, եւ կան он նույնիսկ քրիստոնյաներ, слышит ովքեր голос չեն էլ Господа. լսել իրենց կյանքում Как Աստծո многие ձայնը։ христиане вообще не знают голоса Господа. Но Господь говорит, мои овцы слышат мой голос. Բայց եթե մենք չլսենք նրա ձայնը, Но не մենք слыша չենք моего կարող голоса, հետևել не նրան։ могут за мной идти. Мои овцы Եթե должны Աստված մեր հետ слышать չլինի, мой голос. եթե նա չուղղորդի մեզ, Если մենք Господь կմոլորվենք ճանապարհին եւ Если վերջնակետին չենք կարող հասնել։ нас, мы никогда не достигнем цели. Եթե մեր ճանապարհին Հիսուսը չլինի, ով անձամբ մեր Если հետ в нашей жизни, на нашем քայլում է пути եւ Иисус ուղղորդում է մեզ, вместе с нами, который сам մենք лично կմոլորվենք, ведет нас, руководит нами, մենք наставляет սխալ нас. ենք թույլ տալու եւ Если мы ճանապարհից так շեղվենք։ двинемся, мы будем ошибаться и сойдем с правильного пути. Այստեղ ուզում եմ այդ հնդիկ քրիստոնյային հիշել Սանդու Սունդար Սինգին, Индийского христианина Саду Անգլիայում Сундар Синга. մի գիտնական հարցրեց Он նրան. встретился с одним профессором. Профессор спросил его, дорогой
задумайся, դու հինդուիստ էիր что заставило եւ тебя դարձել ես քրիստոնյա, оставить свою ո՞րն էր религию и պատճառը։ стать христианином? Հավանաբար այն, որ Возможно, քրիստոնեական то, что ը, христианское տեքստը учение եւ օրենքները ավելի кажется ընդունելի էին քեզ более համար։ разумнее для тебя и лучше, Իսկ чем այդ հնդիկ Бог, да? քրիստոնյան ասաց ոչ, А Саду сказал, нет, сэр, պրոֆեսոր, դա Հիսուսի из-за Господа Иисуса. աշխատանքն էր, որ ես քրիստոնյա դառա։ Профессор сказал, Ասում է, այո, нет, բայց միթե օրենքները եւ պատվիրանները քրիստոնյա что христианство աշխարհի ավելի ընդունելի էին քեզ համար заповеди եւ лучше индуизма. դրա պատճառով դու որոշեցիր փոխել քո Поэтому կյանքը։ тебе захотелось стать христианином. Իսկ նա պատասխանեց ոչ, Он сказал, ես քրիստոնյա եմ դառել Հիսուսի շնորհիվ։ он сказал, нет, сэр, я Պրոֆեսորն ասաց, այո, հասկանում եմ, բայց եկեք ուղղակի բարձ խոսանք, Профессор сказал, ну, я որովհետև նա понимаю, չէր давайте հասկանում։ будем практичными, наконец. Այդ գիտնականը Он չգիտեր не понимал, իրական Հիսուսին, ում հանդիպել էր այս հնդիկ տղամարդը։ Христа, которого встретил этот индуист. Նա չէր հետևում ինչ որ բանի կամ ինչ որ մարդու հետևից։ Նա հետևում էր Հիսուսին։ Он не следовал за человеком, он Եվ следовал. Հիսուսն ասում է. Իմ գառները ճանաչում են իմ ձայնը։ И Господь Иисус говорит, мои овцы знают мой голос, слышат мой голос. Անհնար է հասկանալը, թե Невозможно ինչու է, որ почему так много այդքան христиан շատ քրիստոնյաներ չեն կարողանում լսել Աստծո ձայնը։ они совершают так много ошибок. Однажды ко мне пришла молодая Մի օր девушка, հիշում եմ, մի աղջիկ մոտեցավ ինձ եւ ասաց. скажи мне, անցած շաբաթ на 5 прошлой տղամարդ неделе 5 ինձ парней առաջարկություն էր անում եւ сделали ասում էր, որ предложение, сказав, что Господь Աստված ցանկանում է, որ ես ամուսնանամ նրանց հետ։ должны жениться на мне. Это что, теперь воля Господа в том, что Եվ այդ 5-ն էլ վստահ էին, որ Աստված է ուղղորդում նրանց։ Միթե ես 5 տղամարդու հետ պետք է ամուսնանամ։ так Господь ведет? Բայց Это голос Господа. Ну, не нужно շատ խելացի спорить, չպետք էր լինել, որպեսզի հասկանայինք, որ 5-ն էլ սխալվում էին։ скорее всего, все они Իսկ Աստված ասում է. и они не слышат. Իմ գառները լսում են իմ ձայնը եւ հետևում են ինձ։ Говорит, мои овцы слышат Շատ мой ուսուցումներ голос и կան, следуют за мной. Есть շատ много սեկտաներ сект, կան, очень много, հազարավոր, նույնիսկ հարավային Աֆրիկայում։ столько сект. Եվ դա հրաշք է, Даже եթե бывает մարդ մնում է ճիշտ ճանապարհի վրա։ культов. И вы знаете, это чудо, если человек Եվ остается մեկը կա, որ կարող է մեզ պահել այդ ճանապարհի վրա։ Դա Աստվածն է, Հիսուս Քրիստոսը։ нас на правильном пути. Это сам Господь Иисус, который ведет нас. Я не буду касаться Ես այլևս չեմ խոսում միսիոներական աշխատանքի մասին, Всевышнего. երբ որ Աստված ուղղորդում է մարդուն գնալ Կենիա կամ Մալավի կամ ուրիշ ինչ որ պետություն կամ ցանկանում է, որ դու Աստվածայից բիզնեսով զբաղվես, թե ոչ, Этим бизнесом или нет, բայց Աստված ասում է. Господь говорит, Իմ мои գառները լսում են իմ ձայնը։ мой голос и следуют за мной. Քրիստոնյան լսում է Христианин Աստծո ձայնը։ своим Господом. Он знает его голос. Ուզում եմ ավելացնել, որ նույնիսկ Но я еще хочу եթե Սուրբ Հոգին է մեր ուսուցիչը, даже если Святой Дух եւ Հիսուսն է մեզ առաջնորդում, թե ուր գնալ, и Господь Иисус нашим наставником и путеводной звездой, նա նշանակում է մարդկանց, Он все равно ովքեր назначает որ ուսուցիչ պետք է լինեն մեզ համար։ учителями, помазывает их на Եվ կլինեն մարդիկ, даром учения. ովքեր ասում են. ես ոչ ոքի չեմ լսելու, ես միայն Աստծուն եմ լսում։ Кого слушать? Я буду слушать. Դա կարող է ճիշտ լինել, բայց կարող է Правильно, սխալ լինել նույնպես, որովհետև Бог может Աստված կարող է մարդու միջոցով խոսել дать тебе եւ правильный խորհուրդ տալ совет. քեզ, իսկ дու դա չընդունես։ Апостол Павел сказал, следуйте за мной, как я следую за Христом. Я бы добавил еще, до тех пор, пока я следую за Христом. Պողոսը ուսուցիչ էր, եւ նրա աշակերտները, եթե քայլում էին այն ճանապարհով, որով Պողոսն էր քայլում, չէին սխալվի դեպի Աստված Будете не стыдиться меня. իրենց ճանապարհից։ Благословил того человека, который не стыдился его.
Он сказал, благослови его Господь. Մինչ նա կենդանի էր։ И наш долг стоять самим, а также поддерживать, помогать тех людей, которые следуют за Христом тоже. Делать все, что в наших силах, чтобы облегчить им жизнь. Быть рядом с ними и слушаться. Բայց մեր մեջ պետք է լինի Սուրբ Հոգու վկայությունը, որպեսզի վստահ լինենք, որ դա Աստծուց է։ Մի ականջով լսում ենք, թե Աստված ինչ է ասում, եւ համեմատում դա մարդկանց խոսքերին, ստուգելով Աստծուց է այն, ինչ լսում ենք, թե ոչ։ Ահա այդպես մենք պետք է ունենանք Սուրբ Հոգու վկայությունը մեր կյանքում, դա շատ կարևոր է։ Դա ամենակարևոր բանն է, որպեսզի մարդ ուղիղ հարաբերություններ ունենա Աստծո հետ եւ իր ուսուցչի հետ։ Օրհնված է այն հոգին, ով առաջնորդվում է Հիսուս Քրիստոսով։ Մի օր ես Լոզան քաղաքում էի, Շվեյցարիայում։ Դա Շվեյցարիայի ֆրանսիական մասն էր։ Եվ մի եկեղեցական մեր առաջ կանգնած քարոզում էր։ Եվ պատմում էր, թե ինչպես է նա մի քանի եղբոր հետ գնացել Թուրքիա, որպեսզի ծանոթանան հովիվների հետ, ովքեր սարերում ոչխարների հետ բարձրանում էին եւ դարերով նրանց գործունեությունը չի փոփոխվել։ Եվ բարձրանալով տեսան մի քանի հովվի եւ հարյուրավոր ոչխարներ։ Եվ բոլորի ոչխարները գտնվում էին ընդհանուր խմբի մեջ։ Բայց ամեն հովիվ ուներ իր ոչխարները։ Եվ մեծ դարպաս կար եւ փոքր անցք, որով կարող էր անցնել միայն մեկ ոչխար։ Դարպասը բարձր էր, որպեսզի վայրի կենդանիները չկարողանային ներս մտնել։ Բայց այդ փոքր ճեղքով միայն մեկ ոչխար կարող էր անցնել, եւ հովիվներից մեկը բարձր կանչեց, եւ մենք տեսանք, որ այդ ոչխարների խմբի միջից որոշ ոչխարներ բարձրացրին իրենց ականջները եւ եկան հովվի մոտ, իսկ մնացած ոչխարները մնացին այնտեղ։ Նրան մոտեցան միայն իր ոչխարները։ Նրանք մեկ առ մեկ անցնում էին այդ ճեղքով, եւ նա տեսնում էր եւ ստուգում ոչխարին, ամեն ինչ նորմալ է այդ ոչխարի հետ, թե ոչ։ Եվ հաջորդ հովիվն եկավ եւ կանչեց։ Եվ իր ոչխարները ականջները բարձրացրին եւ եկան։ Իսկ այս քրիստոնյաներից մեկը գնաց հովիվներից մեկի մոտ եւ հարցրեց. Ինչպես եք կանչում ձեր ոչխարներին, կարող եք ինձ ցույց տալ։ Մի քանի անգամ կրկնեք, ես ուզում եմ սովորել։ Եվ այս հովիվն ասաց, այո, կրկնեց, քրիստոնյան նույնպես մի քանի անգամ կրկնեց եւ հարցրեց. ճիշտ եմ անում, թե ոչ։ Հովիվն ասաց, այո, ճիշտ ես անում։ Այս քրիստոնյան մոտեցավ դարպասին եւ կանչեց։ Ոչ մի ոչխար չշարժվեց իր տեղից։ Եվ հարցրեց հովվին, միթե ինչ-որ բան սխալ արեցի։ Բայց ասաց, ոչ, ճիշտ էր։ Եվ նույնպես նորից կանչեց, ոչ մի ոչխար չշարժվեց։ Դրանից հետո հովիվը նույն ձև կանչեց, մեկ անգամ ոչխարները միանգամից ականջները բարձրացրին
և եկան И Հովվի позвал մոտ։ еще один раз. Немедленно последовала реакция, и овцы поднялись и пошли. Քրիստոնյան ասաց. «Եկեք կրկնեմ, վերցնեմ ձեր գլխարկը, ձեր ձեռնափայտը Ваш և посох կանչեմ այնպես, ինչպես դուք եք կանչել»։ и вот как вы зовете? Նա պարապեց որոշ ժամանակ, փորձեց մի քանի անգամ, Поднялся и попробовал опять կանչեց, позвать. իսկ ոչխարները կանգնում էին և չէին հետևում նրան։ Останавливались и больше не шли за ним. Они просто стояли, как бы он ни пытался. Он покачал головой и сказал: «Я умею имитировать, я Իսկ могу այս քրիստոնյան ասաց. «Ես մարդկանց կարող եմ խաբել, բայց ոչխարներին չեմ կարողանում»։ здравым смыслом мы, человеческие существа, не можем понять того, что понимают Այս животные. եկեղեցական է։ Господь говорит: вы узнаете меня по моему голосу. Это заставляет нас задуматься, не так ли? Մի օր Գերմանիայում ճանապարհորդում էի, И нас повезло գնացի Գերմանիայի արևելյան часть տարածքներ եւ այնտեղ տեսա մի հովվի սարի վրա։ Խնդրեցի, որպեսզի մեքենան կանգնեցնեն, настоящего пастуха. վերցրեցի ֆոտոապարատը եւ վազեցի այդ հովվի մոտ։ Фотоаппарат и побежал к нему. Ես խնդրեցի, որպեսզի նա կանգնի, որպեսզի ես նրան նկարեմ։ Я по-немецки спросила. Բայց Он сказал: «Мне հովիվն ասաց, ես ժամանակ չունեմ ոչ եւ շարժվեց առաջ։ Я еще раз попросил: пожалуйста, Իսկ ես խնդրեցի, խնդրում եմ, մի վարքյան կանգնեք, ես ուզում եմ ձեզ նկարել։ Բայց նա ասաց, ոչ, ես ժամանակ չունեմ։ я подумал, странные эти Մտածում էի, квадратные ինչու նա չի կանգնում մի քանի վարքյան։ Я первый раз Ես չէի հասկանում այս գերմանացիներին։ постойте минутку. Եվ ես ստիպված էի վազել առաջ, անցնել նրանից Я веду եւ նկարեմ բարձրից, թե ինչպես է նա հետևում, вперед, թե ինչպես են его, да. ոչխարները նրան հետևում։ Եվ ես հարցրեցի մի քանի հարց նրան։ Пошел рядом с ним. Քանի տարի եք արդեն Задал աշխատում։ вопросы. Նա ասաց, արդեն 27 տարի է հովիվ եմ։ Уже пастухом Ես работает. չունեմ, Сказал: 27 ոչ մի տոն չեմ նշում, նոր տարի, Вы знаете, у меня ծնունդ։ нет ни Рождества, ни Нового Ես года, ամեն ни օր ոչխարներիս հետ եմ։ Пасхи. Я каждый день со Եվ своими ես ամոթանքով գլուխս իջեցրի ներքև, որովհետև ես ինքս հովիվ եմ եկեղեցում։ от стыда, потому что Եվ ասացի, ինչպես եմ ես Աստված կանգնելու քո առաջ մի օր, если мне придется այս մարդու հետ, пред твоим իմանալով, որ ես իմ ոչխարների համար չեմ արել այնքան, я не знаю, ինչքան я այս հովիվն է արել։ овец, как он для своих Ես այն հոգիների համար сделал այդքան չեմ արել, ինչքան նա իր ոչխարների համար։ Ընկերներ, դատաստանի օրը Друзья, однажды միայն Նինվեն եւ մնացած քաղաքները չեն ոտքի կանգնելու, այլ այս մարդիկ նույնպես, այս հովիվները։ а мы пасем людей, Եվ Աստված համեմատելու է մեզ նրանց հետ։ некий пастырь однажды Եթե այդ մարդը իր ոչխարների համար пастух անում է делает այս ամենը, овец, որ նա վատ եղանակին, не знаю, անձրևի ժամանակ, каждый день с սառույցների վրայով ծմրանը со своими овцами. Я спросила գնում է եւ խնամում իր ոչխարներին, посохи. Он отвечает: если я хочу поймать овцу, իսկ մենք չենք անում, ինչպես ենք կանգնելու Աստծո առաջ։ скажи мне. Он говорит: нет, я не буду делать это просто так, без цели, без причины. Я не буду валять дурака. Եվ ես խնդրեցի, որպեսզի նա ինչ որ բան աներ եւ ասաց, ոչ, ես չեմ խափի իմ ոչխարներին, Много глубоких духовных չեմ ուզում նրանց շեղեմ ճանապարհից։ Я не знаю, на что это будет Ինչ похоже. կարևոր դաս էր Станем ինձ համար դա։ пастырем, и нам придется давать отчет. Возможно, тогда для нас все это не будет. Слава, аллилуйя. И я сказал: Եվ ես հասկացա, թե ինչու ոչխարները пастуха, потому что они ճանաչում են хорошо знают. հովին, որովհետև նրանք հովին շատ լավ են ճանաչում։ Ամեն օր նրա հետ են։ Они постоянно пребывают в его присутствии. Իսկ եթե հովիվը Если бы овца бегала за իր ժամանակը անցկացներ была в компании ուրիշ կենդանիների կամ ուրիշ մարդկանց հետ եւ ոչխարներին չմոտենար, несомненно, гораздо хуже ոչխարները նրան չէին ճանաչի։ пастыря. Но овца Եվ ոչխարը ոչ ոքի հետևից չէր գնում, пойдет за другим, բացի իր հովից, որովհետև շատ լավ ճանաչում էր նրա ձայնը։ Итак,
Итак, если мы хотим знать голос Դա էր նրա Господа, նպատակը։ мы должны жить в неразрывном Իր ամբողջ слушании ուշադրությունը и կենտրոնացրել էր делать это своей целью այդ մեկ հովվի ձայնին։ и уделять этому все внимание. Նրանք սովորել էին լսել եւ ճանաչել նրա И ձայնը, որովհետեւ դա շատ прислушиваться к կարեւոր его է։ голосу. Учиться узнавать его голос. Потому что это очень Եվ важно. հաճախ մեր ամենամոտիկ ընկերները կարող են դառնալ ամենամեծ վտանգը մեր համար։ Самые близкие друзья могут стать самой большой опасностью для нас. Աստծո ընկերներից Один ամենամոտիկներից из մեկը մի օր моих ասաց. друзей однажды Ոչ, сказал: Տեր, այդպիսի բան «Господи, քեզ հետ нет, չի լինի։ пусть не будет то, что ты говоришь, да не будет Իսկ этого, Աստված նրան պատասխանեց. да Ետ будет գնա, такое». Սատանա։ А Господь ответил ему: «Отойди от меня, сатана». Պետրոսին, ամենամոտիկին եւ հաճախ ամենամոտիկ մարդիկ կարող են սատանա Для դառնալ тебя самые քեզ близкие համար։ дорогие люди могут стать дьяволом. Եթե Աստված քեզ ուղղորդում է ինչ-որ բան անել, А իսկ человек մարդիկ говорит: ասում են ոչ, դա այդպես չի «Это կարող невозможно». լինել։ Մենք հաջողություն չենք կարող ունենալ, եթե Աստծո Никогда не խոսքը, добьешься Աստծո успеха ձայնը в твоей չճանաչենք։ жизни, если не будешь знать голос Господа. Երբ որ Иоанн Սատանան тоже փորձում էր узнал Հիսուսին, голос Господа, и նա չէր эта փորձում истина Աստծուն достигла самого верхнего. անառակներով Он կամ не ալկոհոլով, искушал Господа, նա Աստծո խոսքով մոտեցավ նրան եւ он ասաց. не принес Այսպես է գրված։ алкоголя. Он пришел с Նա Писанием, հիմնվում էր сказал: «Вот так написано». Աստծո խոսքին, Дьявол основывался չեկավ на ինչ որ Писании. տեսիլքներով, Он не երազանքներով, вдохновился այլ Աստծո Писанием. խոսքով։ Он Բայց Աստված не գիտեր, որ դա следовал Աստծուց видению. չէ, այլ Он սատանայից, шел со Словом Божьим. եւ Господь պատասխանեց. знал, что Այսպես написано. էլ է Он գրված։ сказал: «Отойди от меня, дьявол, Իսկ потому что Սատանան написано так же». մի իրականություն վերցնում էր Աստվածաշնչից, որպիսի Подделывал մյուսը одну истину խեղաթյուրեր։ себе, но отвергал другую. Եվ եթե Աստված այդ պահին մեզ չօգնի եւ մենք ձայնը չլսենք, Впереди нас и не поведет, հնարավոր է մենք возможно, мы չկարողանանք достигнем հասնել той цели, այն վայրին, որտեղ Աստված է которую մեզ տանում։ поставил перед нами Иисус. Մենք լսել ենք, որ եթե 100%-անոց ուղիղ ճանապարհով չկայլենք, Говорили о том, что մենք если мы, կշեղվենք։ так сказать, не попадаем точно в Եվ яблочко, ինչպես պետք է ճանաչենք Աստծո мы не խոսքը։ должны грешить, не должны. Ինչպես անենք։ Աղոթեք, Должны взять себе за աղոթեք правило եւ հարցրեք Господь, Աստված, ինչպես как լսեմ քո я ձայնը։ буду знать голос Иисуса? Ասեք, Молитесь. ես գիտեմ, որ քո գառները լսում են քո ձայնը, ես Я ինչպես должен լսեմ։ Աղոթեք։ научиться узнавать твой голос. Ты сказал, что твои овцы Հիշում եմ, ես այս խնդիրը ունեի տարիներ առաջ, Я должен знать այնքան твой голос. շատ էին ձայները իմ И մտքում եւ много лет չգիտեի назад որ меня ձայնն է это сильно Աստծուց։ беспокоило. Я говорил: Եվ ես աղոթում էի, որ Աստված այս խնդիրը «Столько չի կարող раздается շարունակվել իմ звуков в կյանքում, моем ես պետք է голове. վերջնական Господи, как լուծում я տամ узнаю, այս какой խնդրին։ голос твой?» Господи, с этим вопросом в моей жизни мне нужно разобраться раз и навсегда. Եվ այդ ժամանակ մեր մոտ հարսանիք էր եւ ինչ որ սխալ էինք թույլ տվել թղթաբանության մեջ եւ պետք է հանդիպեի մի մարդու հետ, որ այդ սխալը ուղղեր։ А в то время у нас была Եվ свадьба, что-то ես было ճանապարհին էի записано գնում էի այդ в հանդիպման документах. Я должен был եւ մի встретиться ձայն с լսեցի, человеком, որ исправить այստեղ թեքվիր документы. գնա այս И իրավաբանի я մոտ, по որպեսզի նա дороге ուղղի раздался այդ еще սխալը։ один голос, Եվ մի ուրիշ ձայն լսեցի, который որ ասում сказал: էր ոչ, «Давай այսօր այդ ճանապարհով չգնաս, приезжай вот к этому մի արա դա человеку, այսօր դրանով մի он զբաղվիր։ все исправит». Я подумала: Եվ ես молодец. հասկացա, Но тут же услышал իմ другой կյանքում голос, говорящий: нет, երկու нет, ուժ կան, երկու ձայներ են խոսում իմ կյանքում, не делай этого сегодня. եւ այդ ձայները հակասում են մեկը մյուսին։ И вдруг меня осенило Նույնը չեն слово. ասում, մեկն ասում է գնա, իսկ մյուսն ասում է մի գնա։ Силы, разные голоса, которые Ես говорят աղոթեցի, ասացի, երևի ինչ параллельно որ одна դև է с մտել իմ մեջ, противоположной. Տեր Աստված, եթե մեկը քո ձայնն է, Один голос говорит: մյուսն иди էլ туда, другой հավանաբար иди սատանայի ձայնը, сюда. ես չգիտեմ որ մեկն է Я քո сказала: ձայնը։ Господи, я, Ինչպես наверное, իմանամ что-то թե որն է делаю. քո ձայնը։ Ես չեմ կարող այսպես շարունակել ապրել, Один из этих голосов լսելով տարբեր ձայներ իմ вот, կյանքում։ наверное, голос дьявола. Я не знаю, какой из них твой. Господи, как я узнаю? Եվ ես ամբողջ Я не սրտով могу աղոթեցի, расстаться с этим. Я не могу так жить. Я не որպեսզի могу идти Աստված по жизни
օգնի, որպեսզի ես իմանամ, թե որն է նրա ձայնը։ И я искренне молился. Я сказал: Господи, будь милостив ко мне. Даруй мне свою Եվ благодать. աղոթում էի, որ չեմ ցանկանում քեզ փորձել, Տեր, բայց Գիդեոնը երբ որ աղոթում էր, Искушать тебя ուղղության и կարիք грех. ուներ, եւ ես նույնպես խնդրում եմ, Он ուղղություն ցույց хотел, տուր, чтобы որն է это քո ձայնը։ не было грехом. Бог Եվ ես помилуй. որոշեցի, ես կգնամ այնտեղ, որտեղ առաջին ձայնն էր ասում, И теперь, Господи, я тоже должен знать, какой Твой голос. եւ որոշեցի, որ եթե գնամ եւ այդ մարդուն չգտնեմ, կիմանամ, որ դա քո ձայնը չէր։ Голос. Եվ երկրորդ ձայնի Помолился, сказал: իրավաբանի մոտ կգնամ, որովհետեւ դու չես կարող ինձ ուղարկել մեկի մոտ, ում չեմ կարող գտնել։ Դու այդ սխալը չես կարող թույլ տալ։ Потому что ты, Господь, не скажешь мне Աղոթեցի, որ повидаться с եթե դա человеком, քո ձայնը չէր, дома нет. թող որ այս հանդիպումը չիրականանա, տեղի չունենա։ Господи, если это было Եվ ես не твой շարունակեցի իմ голос, ճանապարհը, пожалуйста, пусть это не совершится. Позволь мне так узнать, разобраться, твой это был голос или нет. երբ որ ես հասա այդտեղ, ես տեսա նրա տան առջև մի մեծ բեռնատար մեքենա, И я отправился туда и молился в сердце. Когда я добрался, я увидел перед домом огромный грузовик եւ с мебелью, լցված էր կահույքով։ готовый к отъезду. Ես տեսա այդ մարդուն Человека, стоящего եւ на նա парковке. ասաց. Իսկ քեզ ով էր ասել, որ ես այսօր տեղափոխվում եմ ուրիշ տուն։ Եթե 10 րոպե ուշանայիր, ինձ այստեղ չէիր գտնի։ Եվ ես իմ սրտում շնորհակալություն էի հայտնում Աստծուն։ На 10 минут позже ты бы уже не застал меня здесь. Նա ինձ ասաց, որ եթե ես ժամանակին չգայի, հարյուրավոր կիլոմետր պետք է գնայի ուրիշ պետություն։ Եվ մի քանի րոպեում նա շտկեց այդ սխալը, թղթաբանությունը ուղղեց եւ ես ետ վերադարձա։ Եվ շատ ուրախացա եւ շնորհակալ էի Աստծուց։ И мы взяли бланки, и через несколько минут все было готово, Եվ ես ճանապարհին քննում էի, թե ինչպիսին էր նման այդ ձայնը, որ ինձ ուղղորդեց ճիշտ ճանապարհով, եւ այն մյուս ձայնը, որ ուզում էր ինձ շեղել ճանապարհից։ Քննում էի այդ ձայները ճանապարհին։ Что был похож этот голос, который меня правильно повел? Մի քանի օր հետո Что был похож другой ես голос? Я вспоминал и մի ուրիշ բան պետք է անեի եւ այդ երկու ձայները через пару նորից լսեցի իմ մեջ եւ հասկացա, որ նույն իրավիճակում եմ գտնվում։ Եվ ես հիշեցի այն փորձը, որ ունեցա մի քանի օր առաջ, որ քննում էի, թե ինչի է նման сказал: ой, я снова на распутье. այդ ձայնը։ Так что же Եվ ես որոշեցի, որ ահա այս ձայնն է Աստծո ձայնին նման։ который у меня был недавно, Աստվածաշնչում գրված է, голоса. որ մենք պետք է փորձենք, քննենք, И я тогда вспомнил и решил, եւ մենք պետք է քննենք, մենք մեղք գործած կլինենք, եթե առանց քննելու կուրորեն ինչ որ միտեղ գնանք, նույնիսկ եթե դա մի սուրբ մարդ է մեզ ասում, если не повинуемся этой заповеди, мы должны որպեսզի հետագայում չասենք, թե այս մարդու պատճառով է, որ ես այստեղ սխալվեցի։ Դուք չեք կարող ոչ ոքի մեղադրել։ вы не сможете Դատաստանի օրը ամեն մեկս ինքներս ենք մեղավոր լինելու։ из-за того-то и того-то я совершил эту ошибку. Вы не сможете обвинить никого Եվ другого. մենք, հովիվներս, ովքեր Себя свою. քարոզում ենք մարդկանց, մենք ել ավելի ուշադիր պետք է լինենք այս ամենի վրա։ Մարդիկ Мы, те, кто պետք է людей, руководит людьми, ոչ թե մեզ լսեն, այլ Աստծուն։ Եվ люди ուժեղ մարդիկ опираются на нас. հաճախ կարողանում են մարդկանց ուղղորդել։ А если Եվ վայ մեզ, եթե մենք սխալվենք։ он легко влияет на других. Աստված պետք է առաջինը լինի։ Пасем людей неправильно. И мир нам, если мы Եվ մենք իրավունք չունենք մարդկանց քարոզելու ինչ որ բան, եթե Աստված չի ուղղորդել դա։ Бога. Бог должен быть на первом месте. Եթե մարդ ինչ որ խնդրով գալիս է ձեզ մոտ, Не смеем ничего сказать людям, пока Бог не իմաստուն մարդը միշտ հարցնում է. Человек приходит за советом. Իսկ ինչ է ասում Աստված քեզ։ Мудрый слуга Ես հաճախ ասում եմ մարդկանց, շատ լավ է որ եկել ես, եթե չես լսում Աստծո ձայնը,
Գնա քո սենյակ, փակվիր, աղոթիր, որպեսզի լսես Աստծո ձայնը, որտեղ Աստված է ասում. «Իմ գառները լսում են իմ ձայնը»։ Իսկ եթե Աստված քեզ պատասխանի, կգաս, կկիսվես ինձ հետ, թե ինչ տեղի ունեցավ, եւ մենք կստուգենք այդ ձայնը Աստծուց էր թե ոչ։ Մենք չենք կարող ստուգել այն, ինչը որ դեռ չկա։ Պատասխան ստացիր Աստծուց։ Եվ եթե դու մարդուն չուղորդես դեպի Աստծուն, այլ դու որոշես, հնարավոր է դու խնդիրներ ունենաս։ Աֆրիկայում տղամարդիկ շատ կանանց հետ են ամուսնանում, եւ երբ որ մարդ դառնում է քրիստոնյա, հաճախ հարցնում են. «Լավ, ես 5 կին ունեմ, ինչ անեմ, այն 4 կնոջ հետ բաժանվեմ, թե ինչ անեմ»։ Եվ եթե դու փորձես ինքդ որոշում տաս այդ հարցին, դու իմաստուն չես լինի։ Իմաստուն մարդն ասում է. աղոթիր, որպեսզի Աստված ինքը քեզ պատասխանի։ Եվ վերջում, եթե ստանաս պատասխան, կգաս եւ կաղոթենք, կստուգենք այդ պատասխանը Աստծուց էր, թե ոչ։ Հակառակ դեպքում այդ մարդը մի օր կարող է վերադառնալ եւ ասել. «Ահա այս մարդը ինձ այդ խորհուրդը տվեց, եւ տեսեք, թե իմ վերջը ինչ եղավ»։ Իսկ սատանան այդ հնարավորությունը բաց չի թողնի, որպեսզի մարդուն հովվին սևացնի։ Եթե Աստված ձեզ ինչ-որ բան ասում է, լսեք նրա խոսքը, կատարեք դա։ Այդ դեպքում այդ մարդը չի կարող մեղադրել ոչ ոքի։ Եվ շատ լավ է, երբ որ մենք կարողանում ենք վկայել, թե ինչպես ենք մենք լսում Աստծո ձայնը եւ կատարում։ Հիսուսի աշակերտները անձամբ լսում էին եւ կատարում Աստծո ասածները։ Դրա համար նրանց հակաճառելը շատ դժվար էր։ Եթե մենք լսում ենք Աստծո խոսքը եւ ուղղորդում մարդկանց, նրանք չեն շեղվի ճանապարհից։ Այդ ժամանակ կլինի միություն եկեղեցու մեջ։ Դա չի կարող քանդել նույնիսկ սատանան։ Երբ որ մարդիկ ունեն մեկ հոգի եւ մեկ սիրտ, ոչ թե արտաքինով պատկանում են ինչ-որ մի խմբի, այլ հոգեպես հետևում են Աստծուն, իրական Աստծուն, եւ կլինի հարմոնիա այդ եկեղեցու մեջ։ Եթե դու ամբողջ սրտով ցանկանաս, դա երկար ժամանակ չի տևի, հնարավոր է 2-3 շաբաթ, եւ կսկսես ճանաչել Աստծո ձայնը։ Եվ վստահ կլինես, որ Աստված քեզ ուղղորդում է անել այս կամ այն բանը։ Հնարավոր է Աստված ուղղորդի ձեզ գնալ ինչ-որտեղ, եւ դուք չցանկանաք, եւ կյանքի փորձով արդեն կկարողանաք ճանաչել Աստծո ձայնը։ Հնարավոր է Աստված ձեզ ասի մնաք տանը, իսկ դուք գնում եք ուրիշ տեղ, վերադառնում եք եւ ձեզ ասում են, որ ինչ որ մեկը եկել է տուն այցելել եւ շատ էր ցանկանում ձեզ տեսնել եւ խոսել ձեր հետ։ Եվ դուք հասկանում եք, ահա, ես գնացի այդ վայրը, որտեղ իմ գործերը չստացվեցին, իսկ այդ ընթացքում ինչ որ մեկը եկել էր տուն եւ ուզում էր ինձ հետ զրուցել։ Դուք կհասկանաք, որ դա Աստծո ձայնն էր, որ ձեզ ասում էր մնացեք տանը եւ դուք հակառակվեցիք։ Աստված ասում է հակառակությունը կախարդության նման բան է։ Հաճախ դա տեղի ունենում, երբ որ մենք չենք լսում Աստծուն։ Եվ այդ հակառակությունը, երբ որ մարդ չի լսում Աստծո ձայնը, դա մարդու վրա ունի նույն ազդեցությունը, ինչ կախարդանքը։
послушание нашему Господу. И непослушание оказывает на чадо Божье такое же воздействие, как колдовство. Մենք պետք է լսող լինենք, պետք է ունենանք լսողականջ, որպեսզի լսենք եւ հնազանդվենք մեր ուսուցչի խորհուրդներին, որպեսզի վստահ լինենք, Աստված է խոսում, այլ ոչ թե Սատանան։ Գիդեոնը աղոթում էր, Необходимо быть послушными и иметь ухо, чтобы որպեսզի слышать, и подчиняться ստուգեր Աստծուց է դա թե ոչ։ Նա убеждать չէր ցանկանում себя, մեղանչել, что это Господь. աղոթում էր, որպեսզի իմանար Не начинать делиться. Աստծո կամքը եւ դա կատարեր։ А Гедеон, он просил знамения. Он расстилал Հաճախ свои Աստծո կամքը դժվար է կատարել։ и снова Դա побеждал. Он не хотел հակառակն է хотел մեր узнать, ցանկությունների հաճախ действительно եւ Бог ведет. շատ անհարմար իրադրության մեջ ենք հայտնվում։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Աստծո մտքերը մեր մտքերը չեն։ Воля иногда это как крест. Մենք չենք կարող հետևել Աստծուն, Цепляет եթե չմահանանք խաչի վրա, եթե խաչը չվերցնենք сильно եւ նրա հետևից подчиняться չգնանք։ привычкам и нашим взглядам. Вот почему Господь говорит, что ваши пути Որովհետեւ մեր ճանապարհները Աստծո ճանապարհները չեն։ и мысли это не ваши. Մեր մեջ այստեղ այժմ գտնվում է մի աղջիկ, ով մահացավ եւ Աստված նրան վերակենդանացրեց, հարություն տվեց։ Крест. У тебя скоро возникнут разногласия, Այստեղ կա մի աղջիկ, ով մահացավ потому что наш եւ Աստված նրան կենդանացրեց։ Среди нас есть девушка, которая воскресла из мертвых. Мы молились, чтобы Господь исцелил ее, но Он этого не сделал. Мы усердно молились. Господи, спаси ее жизнь, не дай ей умереть. Но она умерла. Եվ մենք աղոթում ենք, որպեսզի Աստված բժշկի նրան, За то, что Он որպեսզի նա չմահանար։ Իսկ Աստված ասաց. Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն։ Если бы Господь Աստծո ճանապարհներն ավելի բարձր են։ А Եվ այդ աղջիկը մահացավ, мои, я отвечаю на ваши իսկ Աստված նրան կենդանացրեց։ дайте, потому что ваши пути слишком низкие. Եթե մենք չվերցնենք մեր խաչը եւ չհետևենք նրան, Человеческие, մենք նրա կամքը չենք կարող կատարել, որովհետեւ մեր եւ նրա կամքը նույնը չեն։ выше, намного славнее. И если мы не понесем свой крест, если мы не умрем, мы не исполним Его волю. Потому что Его воля не совпадает Եվ с нашей. Հիսուսը չի կիսելու Дорогие друзья, իր թագը ձեր հետ։ Господь Иисус Նա склонен своей չի властью սпасելու, над որպեսզի нашими человеческими կատարի Он не будет ձեր ասացները եւ ձեր մտքերը։ с вами. Ոչ, դուք պետք է մահանաք եւ կատարեք նրա կամքը։ Вам придется умереть. И вам придется возненавидеть то, что является в ваших глазах самым лучшим в вашей жизни, отборным. Բայց դուք պետք է ասեք. ոչ, թող որ իմ կամքը չկատարվի Աստված, այլ քո կամքը։ Եվ մենք մահանանք ամեն օր մեր կամքի համար։ Ահա այդպես կարող ենք հետևել Աստծուն եւ կդառնանք նրա իրական աշակերտները եւ նա կարող է մեզանից ստեղծի այն, կատարի այն, ինչ Աստված կատարում էր իր որդու միջոցով։ Երբ որ նա ասում էր. ես ինձանից ոչինչ չեմ անում եւ չեմ ասում, այլ կատարում եմ Աստծո կամքը։ Սա էր նրա կամքը։ Նրան հարցնում էին. ինչու ես շաբաթ օրով բժշկում։ Իսկ նա ասում էր. ես ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ կատարում եմ այն, ինչ Հայրն է ասում։ Երբ որ Աստված փորձում էր լվանալ իր աշակերտների ոտքերը, Պետրոսն ասաց. ոչ, ոչ, մյուսները կարող են ընդունել դա, բայց ես չեմ ցանկանում, որպեսզի դու իմ ոտքերը լվանաս, ոչ։ Իսկ Հիսուսն ասաց. եթե թույլ չտաս, բաժին չունես իմ հետ։ А Господь отвечал ему, если ты не
позволишь мне сделать это с тобой, омыть твои ноги, ты не будешь иметь части со мною. Եվ այդ ժամանակ Պետրոսը Господу ասաց. делать Եթե так, այդպես է, как Он желает. ոչ միայն իմ ոտքերը, այլ ձեռքերս եւ գլուխս նույնպես լվա։ Даже если мы прошли с Господом Իսկ Հիսուսն ասաց. Եթե ինձ բավական է, որ միայն լվանամ քո ոտքերը, թող որ դա բավական լինի քեզ համար նույնպես։ И Петр Եվ сказал: Պետրոսը խոնարհվեց։ Господи, Սկզբում если չէր это ցանկանում, так, то не եւ только հետո мои ноги омой, но и руки չափից твои. շատ ցանկացավ։ Но Господь сказал: смотри, Петр, Դրանով Աստված նրան ասաց. если мне Դու պետք է достаточно բավարարվես նրանով, то пусть это будет достаточно и для тебя. ինչ քեզ եմ ասում И եւ Петр անում քեզ հետ։ склониться, смириться. Сначала он не хотел этого, Եվ а այստեղ потом վտանգ ради կա, всего եթե многого. լսեք իմ վկայությունը եւ ասեք. Послушай, Ո Աստված, խնդրում եմ աշխատիր իմ մեջ այնպես ինչպես եղբայր Էռլոյի կյանքում աշխատեցիր կամ и что я եղբայր Հովանեսի կամ եղբայր Հակոբի կյանքում աշխատեցիր։ опасность. Вы послушаете мою Այդտեղ смирение и վտանգ скажете: կա, О Боже, действуй в որովհետև моей Աստված жизни. ասում է. Ես աշխատելու եմ քո կյանքում այնպես, Второе. ինչպես ես եմ Потом вы ցանկանում։ послушаете брата Ивана и скажете: Господи, действуй в моей жизни так же, как ты действовал в жизни брата Ивана. Потом вы послушаете брата Томаса и скажете: О Боже, действуй Իսկ так մի же, как եղբայր ты հիշում եմ действовал ասում էր, որ через Томаса. պատմում է. А Господь Ես говорит: զգում եմ, թե так ինչպես է Աստված մաքրում ինձ իմ մեղքերը, իմ սրտում։ вот Իսկ հնարավոր է մի ուրիշ եղբայր когда Иисус очистил меня, я почувствовал, լսում է սա կողքից եւ ասում, բայց իմ հետ այդպես տեղի չունեցավ когда кто-то եւ սկսում է աղոթել, որպեսզի հենց այդպես տեղի ունենա։ никогда не чувствовал. Իսկ Աստված նայում է այս մարդուն եւ հասկանում, որ И тогда խնդիր կա այս он մարդու մեջ։ молится об этом чувстве. Մենք չպետք է հետևենք մարդկանց, На это всё որպեսզի идёт կատարվի так այն, ինչ կատարվել է այս մարդու հետ, больной. Но он просто ждет, когда человек придет в այլ себя, պետք է и հետևենք идёт Աստծուն։ к нему за исцелением. Мы не должны следовать за людьми, мы должны следовать за Христом. Но в то же время, если люди следуют за Христом, они имеют право показывать нам, как следовать за ними, до тех пор, пока они сами следуют за Христом. И в то же время мы должны быть в гармонии с Մենք պետք է կենտրոնացված լինենք Աստծո ձայնի վրա, Когда вы որպեսզի մենք слышите միշտ радио, կապի մեջ լինենք Աստծո հետ։ будете Այդ слушать ժամանակ մենք всё կարող время ենք на другие ամեն стороны. օր քայլել եւ հետևել նրան, եւ նա կարող է որոշել կայացնել այն կարևոր որոշումները մեր համար Но вы должны быть եւ настроены, կարող է վերցնել մեր կյանքը իր ձեռքերի чтобы մեջ։ небесная трансляция звучала у вас в сердце. Եթե մենք Вы այդքան будете հաճախ постоянно չսխալվեինք, в контакте с Господом. չէինք ընկնի И тогда вы сможете եւ следовать за Ним изо дня в день. ուղիղ И Он ճանապարհով сможет принять կգնայինք։ решение за вас. И Он сможет вести вас. И Он сможет взять вашу Բայց մենք жизнь պետք է под լսենք։ Մենք պետք է мահանանք եւ կատարենք նրա կամքը, որպեսզի կարողանանք շնորհակալություն հայտնել Աստծուն մեզ ճանապարհի վրա պահելու համար։ Мы бы шли прямо, как по маслу. И благодарили Господа и говорили бы: Господи, мы благодарим Тебя за то, что Ты можешь управлять моей жизнью. Но для этого Ты сам должен Երբ որ Պետրոս, երբ որ Հիսուսը Պետրոս, сказал: երբ որ Հիսուսը Պետրոսին ասում էր, որ կգա ժամանակ, երբ որ քեզ կտանեն այնտեղ, որտեղ չես ուզում, Но когда ты состаришься, кто-то другой Հիսուսը возьмет խոսում тебя էր и поведет туда, куда մահի ты մասին։ Господь имел в виду Թող որ նրա կամքը կատարվի մեր կյանքում, та смерть, которая нам որպեսզի երբ որ օրը գա, мы должны уметь մենք իմանանք, որ դա Աստծո ձեռքն է, որ մեզ ուղղորդում է։ Ես մի ցանկություն ունեմ։ Հնարավոր է մենք վերջին անգամ ենք տեսնվում այստեղ եւ հաջորդ հանդիպումը երկնքում է լինելու։ что это Божья Բայց воля. ցանկանում եմ որտեղ էլ որ լինեք, որտեղ էլ որ ապրեք, Но рука велит որ нам մեզ идти, ուղղորդի Աստված, и мы будем следовать за Ним. Дорогие друзья, у меня есть одно որպեսզի желание. բոլորը, Может быть, мы с вами видимся здесь в последний раз. նույնիսկ սատանայի զորքը Мы встретимся на ճանաչի քեզ այստեղ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, որովհետև դու վերցրել ես քո խաչը
և գնում ես Աստծո հետևից։ чтобы вас вела Դա Его է նշանը, рука, чтобы դա է вы կնիքը Господь. դրված Աստծո կողմից։ И Իմ что գառները если լսում են իմ кто-то ձայնը։ даже станет Երբ որ слепой ուրիշն է գալիս, вначале вас к գառները Богу, նրանց ձայնը չեն լսում և оставит, չեն շեղվում ճանապարհից։ то ты несешь крест и Նրանք следуешь за գիտեն мной. իմ ձայնը և հետևում են ինձ։